մեզ համար կանխատեսել է այս դատավճիռը եւ այս պատժաչափն ու պատժատեսակ։ Եթե հիշեք, նախորդ մեր հանդիպման ժամանակ մոտավոր նույն բանը ասվեց, որ 2 տարի 6 ամիս է առաջարկել մեղադրողը, դատավորն էլ մի 2 տարի ազդազրկում կկարդա իբրև հումանիստական իր դրսևորում։ Մի կարևոր բան էլ տեղի ունեցավ, որ կոնկրետ մենք արձանագրեցինք եւ ձեր տեսախցիկների կողմից նույնպես Միքայել Սրբազանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 422 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար։ Այսօր դատանը կարդալուց նրան մեղադրեց 442 հոդվածի 2-րդ մասով։ Լրիվ ուրիշ հոդված։ Այս հոդվածը լրիվ ուրիշ բանի մասին է, վերաբերում է պաշտոնատար անձի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու։ Դատարը ուրիշ հոդվածի մասին խոսեց հիմա։ Այսինքն լեգիտիմ չի այս վճիռը։ Տեսեք, մենք հիմա միասին արձանագրեցինք, որ դատավորը վերդիկտով մեղավոր էր ճանաչել 422 հոդվածի համար, հիմա դատավճիռ կարդաց 442 հոդված կարդաց։ Ձեր տեսաձայնագրությունները որ դիտեք, կտեսնեք, ուրիշ հոդվածի մասին խոսեց։ Սա հիմա գիտեք ինչ է, հուզմունքը մարդու ճակատագրերի վրա է ազդում։ Ակնհայտ է, որ սա պատվիրված ակտ էր եւ Միքայել Սրբազանը չի կատարել ոչ 442 հոդվածով, ոչ 422 հոդվածով կատարված նախատեսված արարք։ Միքայել Սրբազանը իշխանություն զավթելու կոչ չի կատարել։ Միքայել Սրբազանը սահմանադրական կարգը տապալելու կոչ չի կատարել։ Այնինչ վերագրում են Միքայել Սրբազանին, դա իր կարծիքն է եղել նախկին իրադարձության վերաբերյալ, որը պատմել է։ Դա չի կարող կոչ համարվել։ Դա ներկա կամ ապագա ձևով չի կատարվել։ Ինչպես բացատրենք, որ չկա այստեղ իրավախախտում։ Հոդվածը ձեր ասելով կարդացել, սա իրավական ուժ ունենում է նման դատավճիռ։ Տեսեք, հիմա չեմ ուզում առաջընկնել որոշ հուշումներ տալ դատավորին, հիմա տեսնենք։ Դատական ակտը Այո, ավելին ասեմ, մենք արդեն ստացել ենք Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մեր բողոքը վարույթ չի ընդունել, ընդունելը մերժել է առաջի կալանքի հետ կապված եւ այդ մասով մենք նաեւ միջազգային ացան ենք դիմելու, եվրոպական դատան ենք դիմելու, այս դատավճիռը արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ, դատավճիռը անպայման բողոքարկվելու է վերաքննիչ ատյան, Միքայել Սրբազյանը նույնպես սպասում էր այս դատավճռին, այսինքն ինքն էլ էր ակնկալում, ինքը հոգեպես պատրաստ էր, այո, ինքը ի սկզբանե տրամադրված էր, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել եւ իրականացվում։ Այսքան է, եթե հարց ունեք, խնդրեմ։ Իսկ մեղադրանքի, այսինքն հոդվածի փոփոխությունը ինչով է պայմանավորվում։ Մտավախություններ ունեին, որ եթե բողոքարկեիք շատ հեշտությամբ հաղթանակի կհասնեիք, թե Չէ, եկեք թողնենք թե դատավորը պատասխանի այդ հարցին։ Իսկ ձեր պրակտիկայում շատ է լինում, երբ ասենք վճիռը կարդալուց ուրիշ հոդված են ասում, բայց թղթի վրա Իմ պրակտիկայում առաջի դեպքն է, որ arczepiskopos-ի նման անհիմն մեղադրանքով դատապարտում են։ Առաջի դեպքն է իմ պրակտիկայում։ Պարոն Ահարոնյան, ձեր դիտարկումները լսենք ձեզ համար եւ սպասելի, որովհետեւ հանրային շրջանակները մինչեւ վերջ հույս ունեին, որ այս քայլին չի գնա դատական իշխանությունը, այս քայլին չեն գնա առհասարակ։ Բայց խնդրեմ գնացեք այս կոմելիկատը։ Մեր անցած ճանապարհը նախապատրաստվում էր այս ամեն ինչը, սպասելի էր ինչ-որ միտեղ, սակայն սա բնականաբար այսպես չի մնա, մենք բոլոր միջոցները գործադրելու ենք այս անարդարությանը վերջ տալու համար, ես չգիտեմ, պատմական ամոթի օրեր այսօր, այսքան բան։ Դա մնացեք, ձեզ շնորհակալություն։